Պարտավորեցնող է, երբ գիտակցում ես, որ ամանորյա առաջին մաղթանքը նվիրված է քեզ ու քո ընկերներին, ցանկանում եմ 2026 թվականը լինի ուրախ, երջանիկ և խաղաղ տարի, և թող ջերմությունը տիրի հայ օջախներում։ Տարեմուտի այս երեկոյին խորն է գիտակցումը անցյալի ձեռքբերումների և ինչու ոչ կորուստների նկատմամբ, սակայն հենց այդ կորուստներն ու վայրէջքներն էլ կոփում են զինվորին, իբրև դիմացկուն և ոչնչի առաջ տեղի չտվող մարդ անհատ։ Թող հայ մանուկների աչքերը մշտնջենապես փայլեն ուրախությունից, ապրենք հավատով և սպասումով դեպի երանավետ խաղաղությանը, և թող շեն մնան հայ օջախները՝ ի հայրենիս և իսփյուռս։ Այսօր մեր սրտերը և մտքերը մարտական երթապահություն իրականացնող մեր եղբայրների հետ են։ Այս խաղաղ և անվրդով տոնի առաջին երաշխավորները հենց նրանք են, ուստի և մեծ է մեր երաշխիքը։ Թող գալիք տարի լինի պետականասիրության և նվիրվածության տարի։ Անցյալ տարվա ամենաջերմ այս րոպեներին մեր սրտի խոսն ու ամանորյա մաղթանքն ենք բերում հայ օջախներին։ Ցանկանում ենք, որ գալիք տարին լինի խաղաղության, երջանկության և հաջողության տարի։ Լինելով հայրական օջախից հեռու, կարևոր է կրել տոնական խորհուրդն այս, իբրև զինվոր և ամանորյա հրաշքի անխռով պատասխանատու։ Թող այս եկող տարին լինի նախորդից ավելի ջերմ և համերաշխ։ Պարտավորեցնող է այն փաստ է, երբ դու գիտակցում ես, որ դրսում կատարվող տոնական տրամադրության պահապանը դու ես, և այդ ամեն ինչը գիտակցելով քեզ դրդում է լավ և խիզախ ծառայության։ Եվ թող այս տարին, 2026 թվականը, թող լինի նվաճումների և բարգավաճման տարի։ Ելնեք թե այս նոր տարին, վերջ տալ հայի ցավերին, չարը կորչեր ու բարին, բույն դներ մեր սրտերին, չարը կորչեր ու բարին, բույն դներ մեր սրտերին։ Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ